Ողջույն, այսօր մեկնարկում ենք մեր կարճ, բայց շատ էֆեկտիվ մարզումը մեր որովայնի մկանների, տազի եւ կոնքի մկանների համար։ Աշխատացնել ենք մեր խորքային մկանները, կատարել ենք 8 վարժություն, յուրաքանչյուրից 2 կրկնություն եւ իրար հետևից, ոչ թե շրջանաձև։ Սկսել ենք մեր առաջին վարժությունից, որը կոչվում է dead bug։ Մեռած շուկ, այսպես է թարգմանաբար նշանակում։ Իջնել ենք ներքև գորգին, պարկենք մեջքի վրա, ոտքերը 90 ճանծալված, ձեռքերը դեպի վերև, այսպես տեղավորվենք, ի սկզբանե գոտկատեղը կպցնում ենք հատակին, ոտքերի 90 ճանծալով ու այստեղից սկսում ոնց ենք շնչելու, շունչ, ձեռքն ու ոտքը պարզելու ենք, արտաշնչով բերենք, գնացի, խորը շունչ, արտաշնչով բերում ենք շունչ, արտաշնչով բերում ենք։ Այստեղ շատ կարևոր է, որ ընթացքի մեջ, պրոցեսի մեջ մեր գոտկատեղը չկտնենք հատակից, այսպես չլինի։ Պահում ենք գոտկատեղը անընդհատ կպած, շարունակում ենք, մնացել է կեսից քիչ, վերջինը թողեցինք, ընտիր հանգստացանք, այստեղ բավականին լավ զգացում եմ որովայնի մկանները, կրկնելու ենք այս վարժությունը ևս մեկ անգամ, պատրաստ, գլուխը հանգիստ էլի դնում ենք, գոտկատեղը կպցնում ենք հատակին, որովայնի մկանն արում, ձեռքերը դեպի առաջ, ոտքերը վերև, գնացինք, այստեղ նաև շատ կարևոր է, որ ձեր ոտնացածը լինի հենց այն դիրքում, որով ես ցույց եմ տալիս, ոչ թե մատները դեպի առաջ, այլ կրունկը դեպի առաջ։ Գոտկատեղը չենք մոռանում, որ չկտրվի հատակից, որովհետև բավականին բարդ է այն պահել հատակին, բայց այն պահվում է հատակին հենց մեր որովայնի մկանների հաշվին։ Չենք մոռանում ձեռքերը, տանում ենք հետ և բերում ենք առաջ։ Վերջինը թողեցինք, շնչում ենք, հանգստանում ենք, ապրեք, շատ ընտիրեր, գոտկատեղը նորից կպցնում ենք հատակին, տազը մի փոքր դեպի ներս ենք պտտում, պահում ենք իր նեյտրալ դիրքում, ձեռքերը կողերով, ոտքերը այնպես ենք դնում առաջ, ուսերի լայնքով, որպեսզի վերևում լինեն ոտքերը 90 աստիճան, այստեղից կատարելու ենք մոստ կամուրջ վարժությունը դեպի վերև, իջնելու ենք ներքև, վերև, իջնելու ենք ներքև, վերևում պահում ենք 3 քաշիվ, 3, 2, 1, իջեցրինք, նորից, 3, 2, 1, իջեցրինք, սկզբում կատարում ենք ստոպերով, այսինքն պահում ենք մի 3 քաշիվ, իջեցնենք ներքև, երկրորդ մոտեցման ընթացքում կավելացնենք զսպանակները, վերև, նորից 3, 2, 1, իջավ ներքև, 3, 2, 1, իջավ ներքև, թողեցինք հանգիստ, շնչում ենք, ևս մեկ անգամ, որովայնի մկանները անընդհատ աշխատում են ու լալված են, այստեղ նաև աշխատում է մեր տազի և կոնքի մկանները։ Պահում ենք այստեղ, խորը շունչ, պատրաստ, արտաշնչով գնացինք 3 քաշիվ զսպանակներ վերևում, 3, 2, 1, իջեցրինք, 3, 2, 1, իջեցրինք, զսպանակները կատարում ենք շատ փոքր տարածության մեջ, շատ խոշոր զսպանակներ չենք անում, 3, 2, 1, իջեցրինք, շարունակում ենք, մնացել է կեսից քիչ, շարունակում ենք, ընտիր, թողեցինք հանգիստ, հանգստացանք, շնչում ենք, հաջորդ վարժությունը մեր շուն և թռչուն վարժությունն է, թարգմանաբար, բյորդունդոկ, կատարում ենք չորեքթաց դիրքում, որտեղ այստեղ մենք շուն ենք, իսկ թռչուն դառնում ենք, երբ որ ձեռքն ու ոտքը պարզում ենք առաջ, գնացինք միասին, մեջքը նեյտրալ, այստեղ գոտկատեղը ինչ-որ կորություն արհեստական չունի, նեյտրալ դիրքում ենք պահում, ձեռքն ու ոտքը պարզում ենք առաջ ու հետ, այստեղ կարևոր է, որ մեր ափը լինի հետևյալ դիրքում, որ մեր ոտմատը դեպի վերև աշխատի, դեպի վերև նայի,
ոտքը պարզում ենք, բարձրացնում ենք այնքան ինչքան որ տեղ ունենք, պետք չի սենց քիչ բարձրացնել, պետք է բավականին բարձրացնել, որպեսզի մարմնին հավասարվի, լինի զուգահեռ հատակին։ Կարևոր է նաև կատարել վարժությունը դանդաղ հանգիստ, առանց գցելու ինքներս մեզ ու պահել մեր մարմնի քաշը մեր երկու ձեռքերի ու ոտքերի վրա։ Թողեցինք հանգիստ շնչում ենք, շունչ, արտաշունչ, բավականին լավ վարժություն է բոլոր տեսակի խնդիրների դեպքում, մեջքի ցավերի դեպքում եւ այլն, եւ եթե կարողանանք կատարել այս վարժությունները ամեն օր, շատ ընտիր կլինի։ Շարունակում ենք։ Խորը շունչ, պատրաստ։ Գնացինք։ Շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ։ Հիշեցնեմ, որ սա մեր երկրորդ մոտեցումն է այս վարժության։ Խորը շունչ, վերև, արտաշնչում ներքև, ստոպ, հանգստանում ենք, շնչում մի փոքր ավել կատարեցինք, բայց ոչինչ, թողնում ենք հանգիստ, հաջորդ վարժությունը պլանկան է կողքի վրա, ոտքերը միասին, վերարկուն ուսի տակ, սկսում ենք այստեղից, շունչ, արտաշնչով վերև, պահելու ենք այստեղ, գնացինք, մի փոքր շուտ սկսեցինք, բայց ցանկալի է տեսնենք դիրքը ոնց պետք է պահենք, որպեսզի նախորոք արդեն նորմալ պահենք։ Այստեղ կարող եք ոտքը նաև առաջ տալ, բայց մարմինը պահեք ուղիղ։ Խորը շունչ, արտաշնչով մնում ենք այս դիրքում, պահում ենք մեզ, ոտքերը կարող ենք միասին դնել։ Մնացել է կեսից քիչ։ Բավականին բարդ է կողային պլանկան, որովհետև աշխատում են մարմնի բոլոր մկանները, այդ թվում թիրախային մկանները, դրանք կողային, որովայնի մկաններն են ու խորքային մկաններ։ Փոխեցինք դիրքը մյուս կողմի վրա։ Ոտքերը միասին, պատրաստ։ Շնչում ենք, խորը շունչ, արտաշունչ։ Գնացինք, պահում ենք վերևում։ Արմունկը ցանկալի լինի ուսի տակ, որպեսզի ցավեր չունենաք, մարմինը պահում ենք ձիգ, որպեսզի ոտքերը նույնպես աշխատեն եւ մարմնի քաշը չմնա մեր ձեռքի վրա միայն։ Պահում ենք այստեղ, բավականին բարդ է։ Խորը շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ, մնացել է կեսից քիչ։ Մնում ենք այստեղ, ոտքերը ձիգ ենք պահում, շնչում ենք։ Խորը շունչ, արտաշունչ, դե թողեցինք, հանգստացանք, կրկնում ենք այս վարժությունը ևս մեկ անգամ ամեն մի կողմի վրա պատրաստ, աջ կողմում ենք կատարել կրկին, այս անգամ ևս նախորդ տեղավորվեք, արմունկը ուսի տակ, հրվելու ենք նստատեղը բարձրացնենք վերև, շունչ, արտաշունչով բարձրացանք, դե պահում ենք ստեղ։ Հայցքը դեպի առաջ, մարմինը ամբողջությամբ ձիգ է, որովայնի մկանները, կողային հատվածի մկանները բավականին ընտիր զգացվում են, որովհետև ամբողջ մարմնի քաշը պահել ենք հենց այդ մկանների հաշվին։ Մնացել է կեսից քիչ, պահում ենք մեզ, շնչում ենք։ Դիմանում ենք, չենք անձնվում, թողեցինք ընտիր, մնաց մյուս կողմի վրա, բավականին բարդ է, փորձեք թուլացնել, ձեռքերը հանգստացնել մարմինը, շարունակենք մյուս կողմի վրա, ձախ կողմի վրա, պատրաստ, արմունկ ուսի տակ, ոտքերը միասին, գնացինք, պահում ենք վերևում, շնչում ենք, ձեռքը հարմար ենք դնում, որ լինի մեր ուսի տակ, ոտքերը ձիգ, մարմինը ձիգ, եթե անհարմար է փորձեք մի ոտքը առաջ տալ,
Մնացել է կեսից քիչ, պահում ենք մեզ այստեղ, շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ, շարունակում ենք, թողեցին, հոյակապ ընտիրեր, շնչում ենք, հաջորդ վարժությունը նմանատիպ է լինելու, էլի պլանկայի դիրքում, սակայն ոտքերը ծալված և միասին, բացելու ենք վերևում ոտքերը, հիմա ցույց կտամ և միաժամանակ կոնքը բարձրացնենք վերև, այս դիրքով ծալում ենք, այստեղից բարձրանում ենք, բացում ենք ծնկները նորից շունչ, արտաշնչով բացում ենք, իջնում ենք, այստեղ աշխատում են մեր տազի, կոնքի մկանները ու նաև որովայնի կողային մկանները, խորքային, ոտքերը միասին են, սա կատարում են նաև ռեզինով, բնականաբար ավելի բարդացված տարբերակը, բայց այսպես էլ բավականին լավ զգացում է, մնացել է կեսից քիչ, շարունակում ենք, մարմինը պահում ենք նեյտրալ, հանգիստ, փորձում ենք միշտ վիզը ազատ պահել ուսերից, ուսերը չենք բարձրացնում վերև, չենք խղճացնում վիզը, թողեցինք հանգիստ, փոխեցինք կողմը, բավականին բարդ է, որտեղ զուգահեռ աշխատում են մի քանի մկանային խմբեր, ձեռքերը թուլացնում են, գնանք մյուս կողմի վրա, պատրաստ, ոտքերը կրկին միասին, ծալված ծնկները, նորից բարձրացնում ենք կոնքը վերև, ծնկները բացենք, գնացինք, ձեռքը կարող եք դնել հենց կոնքի վերևի հատվածին, որպեսզի զգաք շարժում, մարմինը պահեք ուղիղ նեյտրալ, բավականին լավ լայն բացում ենք ծնկները, Բարձրացումը կատարում է ոչ միայն ձեռքի հաշվին, ձեռքը սեղմելով հատակից, այլ նստատեղը վերև կծկելու հաշվին, վերև բարձրացնելու, ոտքերը սեղմում ենք հատակին, նստատեղը ստամոկանները կծկում միացնում ու տազը բարձրացնում վերև, գնացինք ևս մեկ շրջան յուրաքանչյուր վարժությունից, պատրաստ, աջ կողմի վրա, այս անգամ լավ կզգանք, որովհետև արդեն մեր երկրորդ մոտեցումն է, ծալված ոտքերով, գնացինք, ձեռքը հարմար ենք դնում, որպեսզի զգանք մեր ուսի տակը, շունչ, արտաշնչով վերև, շունչ, արտաշնչով վերև, թողեցինք հանգիստ ընտիր, հանգստացանք, շնչեցինք և այս վարժության վերջի մոտեցումը, պատրաստ, խորը շունչ, արտաշունչ գնացինք առաջ, վերջի 40 վայրկյանը աշխատում ենք ձախ կողմի վրա, շունչ, արտաշնչով բացվեցինք, շունչ, արտաշնչով բացվեցինք, մնացել է քիչ, կեսից քիչ, հիշեցնեմ, որ սա մեր նախավերջի վարժությունն է, ունենք ևս մեկ վարժություն, որից կրկնելու ենք ևս 2 անգամ և վերջ, թողեցինք հանգիստ, հանգստանում ենք, շնչում ենք, մեզ մնացել է մեր 8-րդ վարժությունը, ոտքերը թուլացնում ենք, ձեռքերը հանգստացնում ենք, վերջի վարժությունը կատարելու ենք նավակ կոչված վարժությունը, որում ձեռքերն ու ոտքերը միաժամանակ պետք է բարձրացնենք վերև, պատրաստ, շնչում ենք, հանգստանում ենք, գնացինք, պահում ենք վերևում, հայացքը դեպի առաջ, որովայն մկանները բավականին լավ լարվում են, պահում ենք այստեղ,
Մնացել է կեսից քիչ, դիրքը բավականին բարդ է և խոսալը դժվար է։ Թողեցինք, հանգստացանք և վերջի մոտեցումը, որոշեցին բավականին բարդ է, ամբողջ մարմինը դողում է, քանի որ աշխատում են բոլոր մկանային խմբերը պատրաստ։ Մեր վերջին մոտեցումը, ոտքերը առաջ, ձեռքերը վերև, գնացինք, պահում ենք վերևում, ուսերը կտրված են հատակից, ոտքերը վերևում են, ինչքան իջեցնենք ոտքերը ներքև, այնքան բարդ է լինելու, դրաման սկզբի համար բարձրացրեք լավ վերև դրենք, շնչում ենք, չենք հանձնվում, շատ դժվար էր, բայց չհանձնվեցինք, շնորհավորում եմ, մենք ավարտեցինք նաև մեր այսօրվա մարզումը, հաջողություն։